Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ի շահերը ենթադրում են փոխկապակցվածությունները հնարավորինս մինիմիզացնել Ռուսաստանից եւ քանի որ ատոմականի փակման նաեւ խնդիր է դրվում Թուրքիայի, Ադրբեջանի կողմից, մենք ունենք էներգետիկ անվտանգության խնդիր։ Այսինքն, եթե հարցեր իսկապես փակվեն, որ մենք ոչ թե կախվածություն ենք ունենալու այսուհետ Ադրբեջանից Ռուսաստանի փոխարեն, ողջունել է այդ համագործակցությունը։ Եթե պետք է ատոմակայանը փակվի, միջուկային էներգետիկ համակարգիչն էր առաջարկվում մոդուլային ատոմակայաններ, որոնք դեռևս փորձարկված չեն։ Եթե պետք է փորձարկեն, դա կրկին ռիսկեր է, որովհետև աշխարհում դեռևս հաջողությամբ դրանք փորձարկված չեն։ Հայաստանի համար ցանկալի կլինի, որպեսզի այդ միասնական էներգետիկ համակարգեությունը ինչն է ընդհանրապես միասնական տնտեսական կապեր ինչ են ենթադրում, համատեղ կառավարում։ Այսինքն Հայաստանը իր կառավարումը, եթե պետք է զիջի, օրինակ քեցի շուրջը զարգացումները երևի թե ավելի ակնհայտ է դառնում, թե ինչի շուրջ են, այսինքն Ռուսաստանից վերցնել, եւ եթե Հայաստանը կպահի իրեն որպես ինքնիշխան, շատ լավ է։ Բայց եթե Ադրբեջանն է պետք է մասնակցություն ունենա մեր էներգետիկ կառավարմանը, պայմաններ թելադրի, ծանրաբեռնի մեր էներգետիկ համակարգը, հոսանքազրկումները Հայաստանում շատանան, իսկ Ադրբեջանին մենք երաշխավորենք իրենց ապահովություն, այստեղ առաջանում են հարցեր։ Ուզում եմ